Գործադիրի որոշմամբ գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքները որակող մասնագիտական հանձնաժողովին կից կստեղծվեն ոլորտային ենթահանձնաժողովներ, այդ թվում բնական գիտությունների, ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների եւ հասարակական եւ հումանիտար գիտությունների գծով։ Յուրաքանչյուր ենթահանձնաժողով բաղկացած է լինելու 5 անդամից։ Առաջարկվում է հանձնաժողովը ձևավորել հետեւյալ կազմով. ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ, հանձնաժողովի նախագահ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններից, պետական եկամուտների կոմիտեից եւ գիտությունների ազգային ակադեմիայից մեկական ներկայացուցիչներ, հանձնաժողովի անդամներ։ Գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների աշխատանքի այս կտորը վերաբերում է ոչ միայն տեխնոլոգիական ընկերություններին, այլև ամբողջ տնտեսությանը։ Սա կարևոր արձանագրում է, սա նշանակում է, որ կիրառական հետազոտություն, կիրառական արժեք ստեղծելու պարագայում բոլոր այն ընկերությունները սկսած աղբի վերամշակումից մինչև հանքարդյունաբերություն եւ մինչև բարձր տեխնոլոգիական ոլորտ, եթե ընկերությունները պատրաստ են ներդրում կատարել նոր գիտելիք ստանալու, ստեղծելու վրա, անկախ քանակից տվյալ աշխատանքներում, գիտահետազոտական աշխատանքներում ներգրաված աշխատակիցների քանակից, մենք պատրաստ ենք այս կարգավորումը տարածել բոլորի վրա։ Շատ կարևոր մեխանիզմ է, որովհետեւ մենք պետք է նաեւ հնարավորություն ունենանք օբյեկտիվորեն գնահատել մարդկանց առաջարկները։ Շատ դեպքերում մարդը ասում է, ես կարող եմ այսպիսի մշակում ունեմ, այսպիսի մշակում ունեմ, այսպիսի մշակում ունեմ, գործող ընկերության մասին է խոսքը, եւ շատ դեպքերում, երբ որ պարզ է, հիմա ես կամ կառավարության անդամը չի կարող գնահատել, ինքը պետք է որոշակի մասնագիտական, փորձագիտական կարծիք հարցնի, երբ որ մեխանիզմ չկա, հիմնականում գիտենք արդեն ուղարկելուց ասել են չէ ոչ մի լուրջ բան չկա, բայց ես օրինակ վստահ չեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ արձագանքն է, որ չէ ոչ մի լուրջ բան չկա, իրոք ոչ մի լուրջ բան չկա։ Շատ կարևոր է, որ մենք մեխանիզմ ունենանք եւ ֆինանսական խթաններ դնենք։ Վարչապետի խոսքով կառավարությունը գործուն մեխանիզմ է ներդնում, որպեսզի հետազոտությունները, գիտական աշխատանքները խթանվեն ոչ միայն մի քանի նեղ ոլորտներում, այլ ամբողջ տնտեսությունում, բայց այստեղ էլ մի խնդիր կա, շահառուները պատշաճ չեն իրազեկվում։ Ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, զարմացած հայացքների հետ, զարմացած վերաբերմունքի հետ, որ ոնց տենց բան կա, տենց բան կա։ Մեզ էլի մենք սխալվում ենք, մեզ թվում է, որ այս կառավարության նիստն է երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, հիմա ասվեց ուրեմն վերջ, բոլորը իմացան, կամ ազգային ժողովի ամբիոնից խոսացինք, բոլորը իմացան, կամ բանից խոսացինք, կամ ենթադրենք հեռուստատեսությամբ խոսացինք, ասուլիսում խոսացինք, բոլորը իմացան։ Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է, թե վարչապետը ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քարկա մեջը ինչ միջուկային ռեակտոր է տեղադրված եւ այլն եւ այսպես շարունակ։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ Ծաղկաձորի Կեչարեցու փողոց մեկ հասցեում գտնվող շենք-շինությունները, նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը կնվիրաբերվեն Ծաղկաձոր համայնքին, վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի եւ քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով։ Այն հնարավորություն կտա այդ 3 հեկտար տարածքը փրկելու կոմերցիոն ներդրումից եւ դարձնելու հանրային։ Նախագծի մշակումը պայմանավորված է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկով, համաձայն որի նախատեսվում է մինչև 29 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին իրականացնել 1 միլիարդ դրամի ներդրում։ Նախագծով սահմանվել է նաև, որ Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 339.6 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը եւ դրա սպասարկման եւ օգտագործման համար հատկացված 610 քառակուսի մետր մակերեսով հողամասը նվիրաբերվի Հայաստանի Հանրապետությանը, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում, մինչև համայնքին նվիրաբերվող տարածքում կկառուցվի համայնքի նոր վարչական շենքը։ Վարչապետն առաջարկեց նաև մտածել Ծաղկաձորի իմիջի բարձրացման մասին։ Ըստ նրա պետք է գրավիչ պայմաններ ստեղծել, որ Ծաղկաձորն ու Ջերմուկը լեռնադահուկային եւ ամառային туриզմի առումով մրցակցային դառնան նաև միջազգային հարթակներում։ Կառավարության մյուս որոշմամբ Հայաստանի ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսուցում նոտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու
նպատակով հաստատվեց կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։ Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, լույս հիմնադրամի պարագայում կրթաթոշակ առուների 20%-ն է ընդամենը, որ վերադարձել է եւ որևէ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում։ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նաեւ վարժական հավաքներ անցկացնելու մասին որոշումը, ըստ որի 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվեն 25-օրյա վարժական հավաքներ։ Ի դեպ, Հայաստանը Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Այս նախագիծը եւս չզեկուցվող հարցերի շարքում էր ընդգրկված։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։